Ողջույն սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ։ Չէի նախատեսել անդրադառնալ այսօր իմ նկատմամբ կիրառված նկատողությանը եւ խոսքս սկսել այսպես, թեպետ պարոն Ռուբինյանը այստեղ չէ, բայց գտնում եմ, որ իմ նկատմամբ կիրառված այդ նկատողությունը իրավաչափ եւ արդարացի չէ։ Արդարացի չէ ինչի համար, քանի որ մինչ այդ, այսինքն ինձ նկատողություն տալը եւ դրանից հետո արձանագրել եմ, պետք է նշեմ, փաստացի 15 անց տեղից միջամտել են, ժամային առումով եմ արձանագրել, անձանց անուններով եմ արձանագրել, սակայն իրենց որևիցե նկատողություն չի տրվել։ Թող արդարությունը, անարդարությունը դա լինի, քավլիցի։ Քանի որ առաջին անգամ եմ այստեղից ելույթ ունենում, պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնը միայն խոսքի տեղ չէ, ինձ համար դա սկզբունք եմ ընդունելու։ Այն պատասխանատվության, հաշվետվողականության և պետական մտածողության խորհրդանիշ է, թերևս կառույցի սկզբնական և իրական նշանակությունը այդ է եղել և պիտի ձգտենք այն վերականգնելուն և պահպանելուն։ Այստեղ հնչող յուրաքանչյուր խոսք պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին։ Այս դահլիճ եմ եկել ժողովրդի վստահությամբ, այս վստահությունը նախ և առաջ ընդունելով որպես մեծ պատասխանատվություն, պարտավորություն լսելու, պաշտպանելու և ծառայելու։ Երկար տարիներ իմ գործունեությունը կապված է եղել իրավունքի, արդարության և մարդու արժանապատվության պաշտպանության հետ։ Այդ ճանապարհն ինձ սովորեցրել է մի պարզ ճշմարտություն. ուժեղ պետություն հնարավոր չէ կառուցել առանց անկախ դատարանի, օրենքի գերակայության և ազատ քաղաքացու։ Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, լինենք տարբեր կուսակցությունների անդամներ, բայց իմ խորին համոզմամբ պետական շահը պետք է միշտ լինի վեր կուսակցական շահից, իսկ ժողովրդի վստահությունը ցանկացած քաղաքական հաշվարկից։ Երբեք չեմ պատկերացրել, որ վախի ազդեցության ներքո կարելի է կառուցել պետություն։ Վստահությունն է կառուցում պետություն, արդարությունն է ամրացնում պետությունը, օրենքի նկատմամբ հավասար վերաբերմունքն է ուժեղացնում պետությունը։ Այս դահլիճում լինելու եմ այն քաղաքացիների ձայնը, ովքեր սպասում են արդար իրավական համակարգի, կայուն տնտեսության, անվտանգ հայրենիքի և արժանապատիվ կյանքի։ Խոսելու եմ այն մարդկանց անունից, ովքեր երբեմն կարծում են, որ իրենց ձայնը լսելի չի։ Այդ ձայնը պետք է հնչի այստեղ ազգային ժողովում։ Համոզված եմ, որ քաղաքական տարաձայնությունները երբեք չպետք է վերածվեն հասարակության պառակտման, քանզի ատելության կոչերով հասարակությունը պառակտողը պետության թշնամին է։ Մեր բանավեճերը կարող են լինել շատ սուր, սակայն մեր նպատակը պետք է լինի միայն ու միայն մեկը՝ ավելի ուժեղ, արդար և իրապես անվտանգ Հայաստան ունենալը։ Իմ գործունեության ընթացքում առաջնորդվել եմ 3 հիմնական սկզբունքներով՝ պատասխանատվություն, արդարություն և հավատարմություն Հայաստանի Հանրապետությանը։ Դադարեցնելով ինձ շատ հոգեհարազատ դարձած փաստաբանի մասնագիտական գործունեությունը, այստեղ գտնվելու նպատակը բնավ դատարկ բանավեճերի մասնակցելը, անհիմն մեղադրանքներ հնչեցնելը և լոկ խոսելը չէ։
այլ խոսքը գործով ապացուցելը, լուծումներ առաջարկելը, ժողովրդի խնդիրները բարձրաձայնել ու այնպես աշխատելն է, որ մեր գործն ավելի բարձր խոսի, քան մեր խոսքերը, քանզի գործն է ամենահամոզիչ խոսքը։ Եվ ինչպես նշեցի, իմ խոսքերին հավատարիմ մնալով, չշեղվելով օրակարգից, թեպետ հարգելի պատճառով իմ գործընկեր Արամ Վարդևանյանը բացակայում է դահլիճից, անդրադառնամ օրակարգին, այն է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի ընտրության հարցին։ Ցանկանում եմ խոսել պարոն Վարդևանյանի մասին, նախ որպես գործընկեր, կուրսընկեր եւ մարդ, ով նրան ճանաչում է իրապես։ Իմ մասնագիտական ճանապարհի սկզբից ի վեր ճանաչել, իսկ հետագայում Արամ Վարդևանյանի հետ ծավալելով փաստաբանական գործունեություն, այդ տարիների ընթացքում տեսել եմ նրան ոչ միայն որպես բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող եւ հանրապետությունում առաջատար փաստաբանի, այլև հասցրել եմ տեսնել նրա մարդկային բարձր արժեքները, հայրենասիրությունը, ազգային արժեքների պաշտպանությունը, սկզբունքայնությունը, բարեխղճությունը եւ բարձր պատասխանատվությունը։ Արամ Վարդևանյանն այն փաստաբաններից է, ում մասնագիտական գործունեությունը ապացուցել է, որ փաստաբանի ամենամեծ ուժը ոչ թե բարձր խոսքն է, այլ օրենքի նկատմամբ հավատարմությունը, արդարության հանդեպ նվիրվածությունը եւ երբեք ու երբեք չնահանջելուկների պաշտպանությանը եւ առհասարակ օրենքի գերակայությանը։ Այսօր, երբ քննարկվում է պարոն Վարդևանյանի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրության հարցը, ես խոսում եմ միայն որպես ոչ միայն գործընկեր падգամավոր, այլ որպես գործընկեր փաստաբան եւ եկեք փաստենք, որ պարոն Վարդևանյանը այո առաջատար է Հայաստանում իր մասնագիտական գործունեությամբ։ Եթե մարդը, ով առաջատար է մի ոլորտում, որտեղ իրապես նրա մասնագիտական գործունեությունն ավելի քան պահանջված է եւ որից նա հրաժարվում է եւ այսօր իր ներկայությամբ ապահովել է ազգային ժողովի դահլիճը, ապա անխոս նրա գործունեությունը այստեղ միջակություն ցույց տալը կամ ուղղակի պաշտոն զբաղեցնելը չի կարող լինել։ Իմ խորին համոզմամբ մեր խորհրդարանին անհրաժեշտ են այնպիսի ղեկավարներ, ովքեր իրենց հեղինակությունը կառուցել են ոչ թե բազմապիսի պաշտոններ զբաղեցնելով, քաղաքական կապերով, կենսագրություններում կրթության մասին պարծենալով, այլ երկար տարիների ազնիվ աշխատանքով, սկզբունքայնությամբ եւ առավելագույնի ձգտման կարողությամբ։ Շատ հաճախ հնչած ելույթներով կարծես թե փորձում են ամեն կերպ արատավորել պարոն Վարդևանյանի քաղաքական ուղին։ Բայց հարգելիներս, եկեք ֆիքսենք։ Պարոն Վարդևանյանի ողջ քաղաքական հետագիծը եղել է հանուն եւ հօգուտ Հայաստանի Հանրապետության գործելու, հանուն արդար դատաիրավական համակարգ ստեղծելու եւ բացառապես հանուն իրավունքի գերակայությունը հաստատելու։ Ընդդիմությունից ընդդիմություն դառնալը, ընդդիմությունից ընդդիմություն, չեմ կարծում, որ հանցանք կամ էլ պարծավանքի արժանի քայլ է։ Եվ նախքան պարոն Վարդևանյանի կենսագրությունն ու քաղաքական ուղին ամեն օր մեջ բերելը, շրջվենք եւ տեսնենք, թե ովքեր են նստած ձեր կողքին, թե ինչ քաղաքական ուղի են անցել ու ինչ ճամբարներ փոխելով են հայտնվել ձեր կողքին։ Եվ ավարտելով խոսքս ուզում եմ ասել, թող Աստված պահապան լինի Հայաստանի Հանրապետությանը, խաղաղություն պարգևի մեր ժողովրդին, իսկ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրիս իմաստություն, հեռատեսություն եւ պատասխանատվության զգացում մեր կողմից կայացրած յուրաքանչյուր որոշման հարցում։ Շնորհակալ եմ։